Հլասա տեսնեմ որքան էի սպասել հենց այս վլոգին, մի ամբողջ տարի չէ, ճիշտ ինձ նման, դու գիտեք, որ ամանորի իմ ամենասիրելի տոնն է, իսկ ամանորին ընդառաջ տունը զարդարել ու բերել տոնական տեսքի, դա բացառիկ հաճույք է։ Ինչպես տեսնում եք, ես արդեն լրիվ այդ մուդի մեջ եմ, մի փոքր ինձ կարգի եմ բերել ամանորի շունչ եմ ինձ հաղորդել, բայց քանի որ տները ես չի որ միայն պիտի զարդարեմ, հետևաբար միայն իմ տեսքը չի որ պիտի լինի տոնական։ Նույն իմ պիժամկայից վերցրել եմ մեր Պապայի համար, Արտաշեսի համար, Դավիթի համար, ընտանիք, համընդհանուր տագնապ։ Այս ուրիշ բան, թե չէ ես տենց հագնվեմ, կապնվեմ, իսկ դուք տնային շորերով։ Պատրաստ եք ընտանիք։ Պատրաստ եմ։ Դու գիտեք, որ ամանորյա գնումները ինձ համար բավականություն են։ Սա մեր բազմոցի համար է, իսկ սա բասկաթորի։ Այն կինոների, հեքիաթների պլեդիկները որ կան է, իրենք հենց այդպիսին են ու ես որ տեսա հասկացա, որ անպայման ուզում եմ, որ սա մեր տանը լինի։ Իսկ այ այն կադրում կատարվում է մի հատ ուրիշ վալշիվստվո, եկեք փոխանցեմ կադրխորենին։ Քանի որ կոտրվել էր երեխաների դարակաշարը, պապան գնաց ու հենց նոր գնեց։ Հա, հիմա հավաքում ենք այդ ամեն ինչը։ Դա էլ է, էլի մտնում էր տոնական զարդարանքի մեջ, երեխեք ջան, դարակները հավաքեցինք, վերջացրեցինք, բաշխումը կատարել ենք, մնում է դասավորենք։ Երեխեքը կզբաղվեն դրանով, այո։ Ես այդ կուզեմ։ Մաման էլ խոհանոցում ույուտ է ստեղծում, որտեվ այսօր ինչ ենք անելու։ Նամակ ձմեռ պապիկին։ Դուք հիշում եք, որ ես անցած տարի գնել էի այսպիսի բարձի երեսներ, իրենք շատ լավ պահպանվել են ու քանի որ շատ գեղեցիկ են, հիմա տեսա այս տարի փոխելու իրենց, հետևաբար կկիրառենք էլի մեր բարձի երեսները, ներկա բարձի երեսները արդեն լվացքի մեջ են, իսկ ներսիս ինձ իպոնը սպասում է այստեղ լցվելուն, թե բազմոցի, թե բասկաթորի շորերը արդեն գցել եմ, բայց եկեք բարձերն են մի հատ լցնենք, նոր դες ցույց տամ, թե ինչքան սիրունատուն է ստացվել իրենցով, ասա մի անգամից Արտաշես տաքություն է մի տեսակ եկել։ Ինչ կասեք երեխեք, հավես է։ Հա, ու մեկի մի ֆունկցիա ունի, եթե այդպես կամ ավելի սևանում։ Հա, փափուկա։ Բան այդ են, ինչ են ասում այս մատերիալներին։ Այնքան sense պուխլինկի է, որ այո, ձեռքի ազդեցության տակ։ Այդ պապը, это мам, это Ես դու, պապան արցին։ Ճիշտ է։ это сачика. Աղջիկ չի, ուղղակի փուջուր, այդպես թրաշով աղջիկ։ Այն մեծն է, հա, նախ։ Աղջիկ չի, ուղղակի երկարամազների սորտ են իրանք, տենց պրինիտի։ Հա։ Ուպս։ Արտաշեսը իր մազերը երկարացնում է, իդեպ, դրա համար այսպիսի, այն որ ասում է բոլ-բոլ պրիչոսկայով, ինքը որոշել է, դե մենք էլ հարգում ենք իր տեսակետը, թող փորձի տեսնենք։ Հիմա էլ եկան փորձարկեն ես, հավես է։ Շատ լավ։ Այս մատերիալը տարբերվում է մյուսից ու դա պլյուս ունի, քանի որ չափով սա մի քիչ պրիտիկ է, մի րոպե դավես, մի հատ ասեմ ու վեր։ Քանի որ պրիտիկ է նստում, որպեսզի չսահի ինգնի, հենց մատերիալը կարծես բռնում է, էլի ու շատ հավես է այդ առումով, որ իրանք տարբեր են։ Երեխեք, մի հատ հարց։ Պապա այդտեղ ինչի՞ չդնում։ Մի հատ հարց։ վագոնի բան։ Ինչա։
Ասա ախի ձեր տեղերը նավագոնի բաց չեն գնում։ Որովհետև այս տարի ուզում էի մեր անկողնու համար էլ ամանորյա ինչ-որ բան պատվիրել, հետո մտածեցի լավ է, շատ եմ արդեն խորանում ու չպատվիրեցի։ Լսեք, ինչ կասեք, եթե գնանք ու սկսենք գրել նամակ, արդեն մութ հնկնում է, կախարդանքը ակտիվանում է, էլֆիկները, ականջները սրած սպասում են, թե ով է այսօր գրելու նոր նամակ։ Ինչ։ Ես մամա Ավտոմատ ես ուզում։ Okay, ես կգրեմ։ Ասում եմ, մամ, ես գրել չգիտեմ, դու իմ փոխարեն կգրես։ Կգրի, ամեն ինչ էլ կգրի մաման։ Հեսա գնում ենք մի հատ ույուտնինկի սեղան եմ գցում այնտեղ, որ թեյ խմենք ու գրենք նամակը։ Դեկոր ենք վերցրել մեր սառնարանի համար, ուզում եմ հիմա մենք իրան փակցնենք, բոլորիս կողմից շատ հայտնի, մի քիչ չարաճճի, բայց եւ պատմություն կերտած, կվերցնես տղաս, պատմություն կերտած մի պերսոնաժ է, որը մենք պիտի ամրացնենք մեր սառնարանի վրա։ Գրինչ։ Այն հարամչիներն են, որ նախապես, այո, Grinch, da-da-da-da։ Մենք այստեղ իրեն այս հատվածում պիտի ամրացնենք, սա էլ մեր Grinch-ը, որը գողանում էր երեխաներից ինչ։ Նոր տարի, տոնը, պրազնիկը։ Մամ, գիտես։ Միարա, կլոնկայա նման է։ Իմ տուվիշը տալույն Այս տուլովիշը կեսը չկա, որտև այս անկյունում ես կպցում, ծիպը ինքը սենց սառնանի կողքից ես թաքուն նայմա, ասում են ջիրկերին է խաղացել իրան։ Եկեք կադր էսպես պահեմ, որ տեսնեք, թե մեր Grinch-ը ինչ սիրուն է բազմել մեր սառնանի վրա, այստեղ իհարկե նավագոտնի մագնիտիկներ մի քանի հատ կկպցնենք, բայց միգուցե կողքի վրա կպցնենք, որովհետև դիմացի հատվածը Grinch-ը շատ սիրուն լրացնում է։ So cute։ Հիմա հաջորդ տիպն ենք կպցնում, սենց Այս տիպը երեխեք իրականում առել էի զուգանակոնքի համար, բայց մեր զուգանակոնքը նախշերով է, որպեսզի սա կպցնենք, պիտի նորը առնենք, սպիտակ լրիվ։ Դրա համար, որպեսզի ծախսի տանք չընկնենք, որոշեցի, որ կարելի է այս կալոնկային դարձնել ձնեմարդ։ Քո երկն է։ Ատա եքի։ Բարակույները այն օրը արդեն կախել ենք, ինչպես տեսնում եք։ այս շապն է, արի սկսենք աչկերից։ Okay։ Իսկ դու սիրուն կստացվի այստեղ։ Հետո մեր զուգանակոնքի կափարիչը միշտ բարձրացած է ու այս չի երևա էլի այնտեղ որ անենք։ Շատ վերև չեն աչքերը խոր։ Դե աստեղ ուրիշ բաներ կա է։ Հա, լավ։ Թողնենք վստահենք խորենից։ Բայց շատ հարու չի։ Ну, ոչինչ, օքեյ է։ Մաքիթը։ Պապա սատուն է տմոտեմու։ Լավ է։ Հա, երևի։ Հա, լավ է պապ։ Я думаю, где мой папа? Это не Марта, вот что это наш папа. This is not a... Տեղավորվի, էլի որտեղ տեսես ստեղ։ Տարբեր։ Մամի, ձմեր պապկը անգլին, ոնց էր։ Ինչը։ Ձմեր պապկը։ Santa Claus։ Շատ սիրուն է ստացվում։ Առայժմ մեր տան ջերմությունը կապահովի ձնեմա։ Համել շատ պարադոքսալ է, չէ՞։ Ձնեմարդը, որը հալչելու հատկություն ունի, կալոնկայի վրա է։ Շարֆիկը։ Շարֆ անենք։
Ձեռնոցիկները մեր դնեմարդուկի։ Պապ, իսկ քո տեղ այլ մի քիչ վերև շարֆը կանի։ Չէ, դա չի տեղավորվի այդ դեպքում։ Ինչ է։ Եթե Թաթիկմատի կոճակներ, բաներ։ Ուրոպե, բայց կոճակները պիտի բանից ներքև չլնեն շարֆից։ Ոնց դեմքին են կոճակները։ Շարֆը վզին է։ Օջախ Շարֆը պիտի վերևը անվիր, խոր։ դեմ մի րոպե։ Ճիշտ չեմ, բայց հենց մտածենք նոր անենք։ Յուսո ճիշտ։ Իհարկե Արտաշեսս առաջինը նկատեց։ Մի քիչ ներքև ես կանեի, ուղղակի այդ ձեռնոցը պիտի հանել։ Իրա փոր մոթորը։ Վայ։ Ոչ չի բիոլոգը։ Այս տերևները հանելու ենք, այստեղ լույսեր են կպցնել։ Վերջ երեխեք ջան, շտկեցինք, այսինքն արդեն ուրիշ բան։ Ունեցանք ձնե կալոնկա մարդուկ։ Այո, տոներն են մոտենում, բալիկս։ Բայց չի հարի։ Ջան, Հələ սիժինկաները կան։ սիժինկաները կան։ Снежинки на ресницах таяли։ Այ, պերֆեկցիոնիստների բանդեր, սիմետրիա։ Են վերևի են ծակիկների պատճառով արդեն իսկ խախտված էր, մի հատ էլ էդ։ Շակա ծակի եմ փակել։ Սնիժնիչկաները եւս գրեթե դրեցինք։ Հոպե։ Սնիժինկաներն էլ համարյա վերջացրեցինք ու իսկապես ստացվեց շատ սիրուն։ Ինձ որ շատ է դուր գալիս։ Չէ՞ խոր։ Շատ սիրուն է։ This is so beautiful։ Այ Արտաշեսն ու իր անգլերենից սպանում են երեխեք։ Բնականաբար եկել են ամանորյա բռնիչները, ամանորյա սրբիչը եւ էլի լիքը դետալներ, որոնք հերթով հիմա պիտի լրացնենք։ Միստր Հատաշը Ես ու շապկա չդնեմ մի քիչ իշի, որ շապկա ունի։ Այ, Կիբլիկի։ Էնքոն։ Վау, Ձերքս մկրած բայց է։ ոչ քաչալ ասես է բանի։ Նկարեմ քեզ, սա Դավիթ Օնաձարն է։ Ակուրատնի եմ արել։ Շատ ակուրատնի, իրոք։ Ոպա, ոպա։ Ու կստացի, որ անելուց, հա, որ անելուց չես զլանում ու ակուրատնի ես անում։ Արտաշեսին։ Այդ պոկված էր, հիմա պիտի տեղը գտնենք, Արտաշեսը։ Արտաշեսը ունի իր յոլոչկան։ Դավես հեսա քո յոլոչկան, դու սրանով։ Խախարը ես ունեի։ Արտաշես ջան, դու իրան ասա ինչը տաքես, ինքը կտա, լավ։ Ես էլ չեմ հիշում ինչի մեջ ինչա։ Հա։ Ասա որ ամեն տարի ինչ որ նոր բաներ ես բացահայտում, հա, իմոտ էլ ա տենց։ Ահա, ինչ ունենք այստեղ։ Մեր սիրելի խաղալիքներն են։ Ես իմ անկյունը պիտի հատուկ զարդարեմ այս հատվածը։ Հələ որ ես գնենք, ինձ պետք է սպիտակ եւ ոսկեգուն շայրերը, բայց առաջինը լույսերն է ինձ պետք։ Մենք որոշեցինք սկզբում տան լույսերով զբաղվենք, որ հետո արդեն 10-ից հետո լռություն է, չէ՞, պետք լռության ժամանակ կարող ենք զարդարել։ Դա, հա, բալիս, բայց ես ոնց անեմ, որ դու իմ հետ զուգահեռ չխոսես միշտ։ Անջան, ո՞րն ես ուզում տոնածառին կա։ Որս ո՞րն ենք միշտ անում, այդ ձեռքինը, այդա։ Նա, սա չոտը շատ է վրան սև։ Բայց միշտ էդ ենք ա։ Որս միշտ էդ ենք դրել։ Երկու հատ ուրեմ պետք։ Հա, երկու հատ էլ արել ենք, ինքը միացման տեղ ունի, չէ՞։ Լնայինք էլ ինչ ունենք, հատարի մանգան։ Տես։ Լույսեր, այս ձեռագործ խաղալիքները ինձ ուղարկել էին սիրուն։ որպես обзор։ Շատ սիրուն են։ Շատ լավ է։ Բանը, всё, էս եմ անան։ Որը, հա։ Այդ երկուսը։ Լավ, սկսենք լույսերից։
Արդեն հավաքել է խորենը։ Ջան, Մագնիտիկներ են։ Դուր ես կկպցնեմ սառնարանին։ Շնորհակալ եմ։ Ոնց է ընթանում քո գործերը, Վալես։ Նորմալ։ Քո յոլոչկան ամենասիրունն է, հա։ Վա։ Իրենց յոլոչկաները կդնենք ննջասենյակում, այն նոր գնաց էտաժերկայի վրա։ Տարել եմ էտաժերկան այնտեղ, որովհետև այստեղի պատը բորբոսնում է ցավոք սրտի ու որևէ բան չի լինում հենել այդ պատին։ Կրեսլոյի կողքն էր դրված, եթե կհիշեք, հիմա տարել ենք ննջասենյակ, այս նորը։ Տեսնում եմ ուշադրության պակաս ունի, անդադ ուզում եմ, հա շատ գեղեցիկ է։ Վաու։ Այս ամենամայտնի հատվածն է, բայց ես հիմա կգամ խորս քեզ կօգնեմ, որպեսզի միասին արագ գլուխ անենք։ Ես այն կողմից կտամ, դու կպտտես այդ կողմից, հա։ Կուզես։ Մեջերն եմ մտցնում։ Ճիշտ ես, որովհետև շատ այդ սև լար է, էլի սիրուն չի նայվի։ Վայ, Դավի ոգևորությանը չափ ու սահման չկա։ Բոլոր խաղալիքները հիշում էի, թե բաներ կան, որ մոռացել։ Իր ամենասիրած խաղալիքն է։ Սայդինից մի արա տոկը չխփի քեզ, բալես, այսքան մի լույսը հերիք է ննջասենյակին։ Քանի որ երեխաների քնի ժամն է մոտենում, մենք ուզում ենք ննջասենյակը ավարտենք, որ այսօր ույուտի մեջ իրենք քնեն, հետո արդեն ավելի լուռ ու խաղաղ գործերը խորենի հետ կանենք։ Յակամ այս պատերին, որ նայում եմ, ամեն անգամ ցանկություն եմ ունենում մի հատ վերանորոգել։ Որտեվ կադրում իրենք հատկապես շատ այն ինչը իրական շատ թեթև է երևում, կադրում շատ ակնբախ է։ Լույսն էլ որ վառում եմ խորեսին։ Ինչ թերություն կա, երևի 5-6 անգամ ավելի սեն ցայտով։ Մեր դեմքերին չվառես։ Բայց յակամ այո, դեմքերն էլ է շատ մանրակրկիտ։ Չէ, ես մեկ-մեկ որ տեսնում եմ, իմ դեմքը տենց չի ոնց որ այդ լույսով։ Տենց է, խորես, կադրը տենց է։ Հա, խորես, լավ է։ Ասում եմ խոր հեր ենկոմ մի գնա, ուզում եմ սենց իմ գլխավերվում դիսկացիկ արնի։ Մենակ այս էլ համաչափ անենք, ես հենց անկապ դրել եմ, բայց սիմետրիա մի քիչ անենք էլի։ Հələ։ Չէ, այդ մենք կդսենք այդ մասը, դու գնա։ Եկանք հասանք խոհանոց, ինչպես եւ ասել է, խոհանոցից հանեցինք մեր այդ կանաչ տերևիկները, որպեսզի Ասասյան վրա չի լինելու։ Երկու հատ ունենք, սա չի կծվում դրան։ Չէ, այդ են նրան։ Հա, այն միջանցքում է։ Դե որ Չէ, բայց մենք էլի պիտի լույս ունենանք։ Ես չգիտեմ ինչ կարող է, մի բան փչացել Չի է։ կարա սենց լի բան լինի։ Դավս մի արա։ Եսի կարող, այս։ Չէ, բայց Արդեն արեցի պրծարելուն ես ինձ հարցնում, այ պուճուր։ Հա ջան։ Mama. Kan je zaten los? Wat doen we? սես լավ է։ Wauw, ada punya lucu Մի քիչ արդեն ակուրատնի խորտասնա։ Սա
15 պակաս։ Տանը փոչը։ Մի րոպե այնտեղ ընկել Լուսը։ Բաբիկա։ Երեխեք ջան, ես ու ամուսնյակս մենակ ենք մնացել։ Ինչպես տեսնում եք, տոնածառի զարդարանքները գրեթե ավարտել ենք։ Մեր տան տոնածառ զարդարողը իրականում գրեթե միշտ Խորենն է։ Ես այնտեղ գնում եմ, մի քիչ մասնակցում եմ, բզբզում եմ, հետո կեսից ձեռ եմ քաշում։ Ու Խորենը իրեն հատուկ բծախնդրությամբ շատ գեղեցիկ, կանոնակարգված, սիմետրիկ ստանում է մեր տոնածառը։ Ես այսօր ոնց եմ քնելու, Այսքան կոմպլիմենտներ։ Այդքան կոմպլիմենտ այն բանին են նման, այն սովետական ֆիլմերում է, որ ցույց են տալիս մարդուն, հետևից իր մասին պատմում են, տիպը դա Իվան, Հա, լավ է